Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ այսօր ունենալիք հանդիպմանը վերջինիս հորդորել ձեռնպահ մնալ Սիրիայի քուրդ ապստամբներին զինելուց, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։ Սպիտակ տանը նախատեսված այդ հանդիպումը տեղի է ունենում սիրիական խնդրի շուրջ միջազգային բավականաչափ խրթին դիվանագիտության պայմաններում։ Անկարան ու Վաշինգտոնը թեև աջակցում են սիրիական ընդդիմությանը, սակայն երկու երկրների միջև ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ խնդիրների առնչությամբ հակասություններ կան։ Դրանց շարքում առավել էականներից է համարվում նաև իսլամական քարոզիչ Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլա Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը։ Անկարան հիշեցնենք, հենց Գյուլենին է համարում երկրում ձախողված հեղաշրջման հիմնական ոգեշնչողներից մեկը։ Սպասվում է, որ երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում այդ բոլոր խնդիրները կդառնան քննարկման առարկա։ Էրդողանը հույս է հայտնել նաև, որ սպասվող հանդիպումը կարևոր հանգրվան կդառնա ՆԱՏՕ-ի կազմում երկու գործընկեր երկրների միջև եղած լարվածությունը մեղմելու հարցում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի Ռուսաստանի հետ գաղտնի տեղեկատվություն կիսել Իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարելու համար։ Washington Post-ն այսօր գրել էր, որ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը գաղտնի տեղեկություններ է փոխանցել, որը վերաբերում է Իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորմանը։ Որպես նախագահ ես կցանկանայի Ռուսաստանի հետ ահաբեկչության եւ թռիչքների անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն կիսել։ Ես դրա իրավունքն ունեմ։ Թվիթերում գրել է Թրամփը արձագանքելով ամերիկյան պարբերականի հրապարակմանը։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ կցանկանար օգնել Ռուսաստանին Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը ուժեղացնելու համար մարդասիրական նկատառումներից ելնելով։ Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մքմասթերը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքել են ամերիկյան պարբերականի պնդումները։ Մքմասթերը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել են բացառապես այն տեղեկությունները, որոնք արդեն հայտնի են եղել հանրությանը։ Թիլերսոնը նշել է, որ Թրամփը, Լավրովը եւ Կիսլյակը չեն քննարկել ոչ աղբյուրներ, ոչ մեթոդներ, ոչ ռազմական գործողություններ։ Միացյալ Նահանգների նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինտոնը նոր քաղաքական կազմակերպություն է ստեղծում, որը կոչված է հակազդելու Թրամփի վարչակազմին։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում, այդպիսով ազդարարելով իր վերադարձը քաղաքականություն։ Այս տարին այնպիսին չէր, ինչպիսին ես էի պատկերացնում, բայց գիտեմ, թե ինչի համար եմ շարունակում պայքարել։ Ավելի բարի, մեծահոգի ու առավել միասնական Ամերիկայի համար։ Առաջ։ Դեմոկրատական կուսակցության նախկին թեկնածուի խոսքերով իր նախաձեռնությանը աջակցելու հայտ են ներկայացրել ամերիկյան ձախակողմյան 5 կազմակերպություններ։ Ավելի քան երբևէ ես կարծում եմ, որ քաղաքացիների մասնակցությունը կենսական կարևորություն ունի մեր ժողովրդավարության համար։ Ինձ ոգեշնչում է յուրաքանչյուրը, ով ցանկանում է կազմակերպել եւ առաջնորդել։ Թուրքիայում ձերբակալվել են երկրի էներգետիկայի և կրթության նախարարությունների 85 աշխատակիցներ, որոնց կասկածում են ամերիկաբնակ իսլամական գործիչ Ֆեթուլա Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։ Վերջինիս պաշտոնական Անկարան մեղադրում է անցած ամռանը երկրում զինված հեղաշրջում կազմակերպելու մեջ։ Ձերբակալությունների նոր ալիքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Նախօրեին Թուրքիայում ձերբակալվել էր Չումհուրիետ ընդդիմադիր թերթի խմբագիրներից Օգուզ Գյուվենը, ով մեղադրվում է ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեջ։ Ավելի վաղ ձերբակալվել էին Չումհուրիեթի 10 լրագրողներ, նրանց սպառնում է մինչև 43 տարվա ազատազրկում։ Ձերբակալված լրագրողները ևս մեղադրվում են Գյուլենի ցանցին աջակցելու մեջ։ Գյուլենի հետ առնչություն ունենալու կասկածանքով Թուրքիայում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 50,000 մարդ, ավելի քան 150,000-ն էլ հիմնականում պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից։